Ոչ իշխանական 4 խմբակցությունների համագործակցությունը սպասելի է, քանի որ դա են ենթադրում քաղաքական վերջին զարգացումները։ Նման դիրքորոշմամբ հանդես եկավ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը։ Պատգամավորի խոսքով, եթե նման համագործակցությունը կարողանա ձևավորել որոշակի տեսակետներ, որը խելամիտ լուծումներ կառաջարկի ստեղծված խնդիրներին, դրանում որևէ վատ բան չկա։ Բացի ազգային ժողովի ամբիոնը մենք տեսնում ենք նաև, որ բավականին ակտիվ է քաղաքացիական հասարակությունը եւ որոշակի խնդիրներ կան, որ ըստ էության առաջնորդի դափնին հենց պատկանում է քաղաքացիական նախաձեռնության հեղինակներին եւ միգուցե նաեւ այս հանդիպումները որոշակի հարցադրումներ նաեւ հետողությամբ կարվեն։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հակադարձելով Արտակ Դավթյանին ընդգծեց, որ քաղաքական հասարակությունը եւ քաղաքական դաշտում մրցակցություն չկա, քանի որ դրանք բացարձակ տարբեր կատեգորիաներ են։ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով մարտի 1-յան հանձնաժողովի ստեղծմանը եւ ընդդիմադիր ուժերի այդ գաղափարի շուրջ միասնական հանդես գալուն նկատում է։ Նման համագործակցությունը նորմալ կլինի, սակայն հաշվի պետք է առնել, որ յուրաքանչյուր պարագայում խորհրդարանի բարձրացրած հարցերն ավելի կարևոր են, իսկ այսօր այդ հարցերը սկսել են դուրս գալ խորհրդարանի շրջանակներից։ Եթե մենք գանք այն իրավիճակին, երբ 4 քաղաքական ուժերը արդեն, այսպես ասեմ, ղեկավարների մակարդակով կսկսեն համագործակցությունը որոշակիորեն, ուրեմն դա շատ դրական գործընթացի սկիզբ կարող է լինել։ Այն հարցին, թե որքանով արդյունավետ կլինի մարտի 1-յան հանձնաժողովի ստեղծումը, Ժառանգություն խմբակցության փոխնախագահի դիտարկմամբ, նման հանձնաժողովը գլոբալ առումով խնդիրներ չի կարող լուծել։ Լուծման առումով մեղավորների պարզը բացահայտում չի լինելու եւ կարծեք թե նմանատիպ լայնաշող խնդիրներ տրված չեն այդ հանձնաժողովի այսպես ասեմ գործունեության հիմքում, որտեղ կարծեք թե ավելի շատ գնահատականներ պետք է այդ հանձնաժողովը։ Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը դեմ արտահայտվեց ազգային ժողովում մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը, պատճառաբանելով, որ այն կրկին ծառայելու է քաղաքական նպատակներով։ Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի մասին, պատգամավորը նկատում է, որ ամեն դեպքում պետք է լինել կառուցողական քաղաքականության կողմնակից եւ նկատի ունենալ մի քանի հանգամանք խնդրի կարգավորման համար։ Այն է, Ռուսաստանի Դաշնությունը պետք է ընդունի Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը, Ղրիմը ստանալ լայն ինքնավարություն եւ հասկանալ, որ Ուկրաինան չպետք է ներառել որևէ քաղաքական բլոգի մեջ։ Ուկրաինական դեպքերից հետո աշխարհը այլևս չի լինի այն, ինչ կար եւ ինչ եղել է մինչ այժմ։ Աշխարհը արդեն իսկ փոխվել է եւ երկրորդ ովքեր էլ լինեն հաղթողները կամ եթե իհարկե այդ հաղթողներ կլինեն, մի բան պարզ է, որ Ուկրաինան իր ամբողջության մեջ ուղղակի տանուլ է տալիս։ Հիշեցնենք սակայն, որ քիչ առաջ ազգային ժողովի քվեարկությամբ մարտի 1-յան դեպքերը քննող հանձնաժողով ստեղծելու հարցը մերժվեց։ Կողմ քվեարկեց 46, իսկ դեմ 66 պատգամավոր։